հունիսի 7-ին ընտրությունների մասնակցությունը ձեր շրջապատում հարգելի հայրենակիցներ, ձեր բարեկամական, գործնական, ընկերական շրջապատում միշտ խոսեք, որ հունիսի 7-ին գնան ընտրությունների։ Սա շատ կարևոր է եւ փորձեք այդ ազդեցությունը ձեր շրջապատից դուրս էլ նաեւ տարածել, որովհետեւ եթե դուք գնում եք ընտրությունների չեք քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին, ձեր փոխարեն 10 հոգի չի գնում, ձեր շրջապատից 10 հոգի չի գնում ընտրությունների, ստացվում է ձեր քվեն արժեք չունի, ուժ չունի, ավելի ճիշտ ներողություն, ուժ չունի քվեն, չի կարողանալու փոփոխի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հետևաբար ընտրությունների չգնալը կամ ընտրություններին քվեատերթիկը վնասելը ինքին օգնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը, ինչպես, որովհետև այդտեղ ձայների հաշվարկ կա։ Եթե կարելի է կարճ ասեմ, 3 բան կա, իմ պատկերացմամբ 3 ուրեմն մոտեցում կա։ Ընտրությունների մասնակցող, որոնք տարբեր ուժերին են ընտրում, ընտրությունների չմասնակցող եւ ընտրությունների քվեաթերթիկները ուրեմն վնասող։ Այս երկու վերջի երկուսը իրենք որոշիչ են, այսինքն իրենք ազդում են առաջի խմբի ձայների վրա։ Եթե դուք չեք գնում կամ վնասում եք քվեատերթիկը, դուք օգնում եք իշխանությունը։ Ինչու՞, որովհետև իշխանությունը ունի վարչական ռեսուրսներ, իշխանությունը նաև կարողանում է կեղծել ընտրությունները, ինչ որ չափով կամ մեծ ծավալով, հետեւաբար դուք որ չեք գնում, իրենց տոկոսը ավելի շատ է լինում։ Մասնակցությունն է այսօր կոտրելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ ավելացող տարբեր խմբեր, մարդիկ, անհատներ նկատել են որոշ տեսանյութեր սոցցանցերում, որտեղ խոսում են դե մեր ձենը բան չի փոխի, ընտրությունները մեկը նորից նույնն է լինելու, ոչ թե ասում են ընտրեք Նիկոլին, ասում են չեն գնալու ընտրությունների։ Բոլոր տեսակի նման տեսակի տեսանյութերը վստահեցնում եմ ձեզ գեներացում ունի հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական տարբեր թևերից։ Ես չասեմ կոնկրետ մեկի մասին, որովհետև դա կարող է պայմանավորված լինել տարբեր շահերով։ Հետևաբար ձեր մասնակցությունը ընտրություններին գերկարևոր է, որովհետև դուք պետք է որոշեք ձեր երկրի ապագան, ձեր երկրի հաջորդ վարչապետը։